Բարև ձեզ, ես Սամվելն եմ, ներկայացնում եմ ձեզ մեր Agrotech պրոյեկտը, որը անցկացրել ենք Թումո Labs-ի եւ մեր ագրարային համալսարանի համագործակցության արդյունքում։ Ունենք ստեղ ESP32 միկրոկոնտրոլեր, սա է, խնդրեմ, որը ստանում է դատա տվյալներ մեր տվիչներից, մեկը ջերմաստիճանի եւ օդի խոնավության տվիչն է, մյուսն էլ հողի խոնավության տվիչը, որը գտնվում է այստեղ։ Տվիչներից ստանալով տվյալները արդեն մեր միկրոկոնտրոլերը ներկայացնում է այդ տվյալները վեբ ձևագրի միջոցով հեռախոսի մեջ մենք տեսնում ենք։ Խնդրեմ, ջերմաստիճանը եւ խոնավությունը, որը տվեց DHT22 տվիչը եւ սա արդեն հողի խոնավությունը, տեսնենք որ 66% խոնավություն կա, այսինքն խոնավ է բավական։ Այդ պատճառով հիմա ավտոմատ կերպով ինքը չի ջրելու, սակայն մենք կարողանում ենք այստեղ հատուկ կոճակի միջոցով մանուալ կերպով, այսինքն մեխանիկորեն միացնել, անջատել պոմպը, այսինքն ջրել ծաղիկը։ Հիմա կարող եմ ցույց տալ, թե ինչպես է աշխատում։ Միացնում ենք։ Եվ ջրում է ծաղիկը։ Այստեղում կարողանում ենք անջատել։ Այս մեր պրոդուկտը հետագայում նաև պատկերացնում ենք մենք առաջ խաղացումը ագրարային ոլորտում մի քիչ ծավալները արդեն մեծացնելով, այսինքն կոնկրետ դաշտերի վրա օգտագործելով ոչ թե մի կոնկրետ բույսի, եւ ամեն ինչ ավտոմատացվում է ու հեշտացվում է, դուրս է գալիս մարդու գործոնը, այսպես ասած, ժամանակը ահավոր կրճատում է, որը շատ ձեռնտու է մեր ագրոբիզնեսի զարգացմանը։ Ու ընդհանրապես Agrotech ոլորտում կոնկրետ ESP32 միկրոկոնտրոլերով բացի ջրելու process-ից մենք կարող ենք ամեն ցանկացած տիպի գործողություններ կատարել, նույն ինքը բույսը ցանելը, մշակելը, տարբեր ինչ-որ նյութերով պատրաստելը, միջատների դեմ եւ այլն։